Եթե նույնիսկ 40 աստիճան չլինի, ես մայկա տրուսիկով հելնելու եմ փողոցում վազեմ, որ բոլորը տենան, որ իմ համար +40 է։ Ես իրա փոխարեն լինեի, վաղուց ինքնասպանն է եղել, ադուել են այդպես հարցեր մի տուր։ Այն որ ասում եմ մայրերը, բաները, չէ, ստացվում է իր մայրը բանն է, Էրդողանն ու բանն են, Ալիևն են։ Որովհետև ինքը դրանց պահանջով է բանակը կրճատում։ Նյութը տեղն է։ Հենց բանը օդը փոխվում է, քամին փոխվում է, իրանք արագի մեջ կողմնորոշվում են։ Մյուս կողմից հեշտ է բանի հետ, դոդի հետ աշխատելը։ Հա, եկը հեշտ է ֆրցնելը, հեշտ է խաբելը։ Չշշկրեք, տակիցս չփախնե։ Նիկոլ Փաշինյանը ինչ է իշխանություն, որտեվ ունի ուժ գործադրելու հնարավորություն եւ մեկ էլ մարդիկ հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորատի Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն, այսօր երկուշաբթի է եւ դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք։ Պիտի խնդրեմ հենց ամենասկզբից մեզ բաժանորդագրվեք, եթե միջև այս պահը դա չեք արել։ Պիտի խնդրեմ մեզ մեկնաբանությունների հատվածում հարցեր կամ ուղղակի, չգիտեմ, բարեմաղթանքներ գրեք։ Մեզ համար դա շատ կարևոր է, քանի որ YouTube-ը այդպիսով ավելի մեծ լսարան է ապահովում մեր հաղորդումներին։ Ողջույն Ավջան։ Եթե սիրում եք Զառային, գրեք նաև դրա մասին։ Այո, կարող եք Զառային կոմպլիմենտներ էլ գրել, Զառան դրանից միայն ուրախանում է։ Ուզում եմ սկսենք այս շաբաթը նախորդ շաբաթվա իրադարձություններից, հա։ Շաբաթ օրը ոչ աշխատանքային օր, Նիկոլ Փաշինյանը ամբողջ պետական կառավարման կազմին, հա, պետական ապարատին հավաքել էր մարզահամերգային համալիրում, դրա անունը դրել էր քաղծառայողի համաժողով, թե պետապարատի համաժողով, տենց ինչ-որ անհասկանալի մի բան, ու այդ մարդկանց տենց այդ զինվորների պես տենց քշել էին գնալ։ Այսինքն նրանց հանգստյան օրը հարամ էր արել եւ հայերեն ասած թրաֆիկինգի էր ենթարկել։ Լրիվ։ Ու ամենակարևորը ես ենթադրում եմ այդ օրը այդ միջոցառման ներկա լինելը ոչ մի կերպ չի վարձատրվել։ Իհարկե չի վարձատրվել, բայց ներկա չլինելը կարող խիստ վտանգավոր լինել վարձատրության հետագա ստացման համար։ Այսինքն մարդիկ կարային ազատվեին աշխատանքից։ Հրապարակը լուրոներ, որ հատուկ զգուշացվել էր, որ հարգելի պատճառ կարող է համարվել չներկա լինելու հարգելի պատճառ կարող է լինի միայն մահը։ Այսինքն կնունք, ծնունդ, հարսանիք, ոչ մի պատճառաբանություն այս իշխանությունը պատրաստ չէր ընդունել։ Հիմա երկու կարևոր ուզում եմ հարց տամ։ Ես ժամանակին, որ քաղծառայողի մասին օրենքն էր ընդունվում, այդ շեշտադրում էր արվում, որ ի տարբերություն քաղաքական պաշտոններից, որտեղ ըստ օրվա իշխանության մարդիկ կարող են գործից ազատվել, քաղծառայողը ունի ապահովագրման մեխանիզմներ, հա, որ քաղծառայողին աշխատանքից հանելը դա տենց հեշտ բան չի, ու իշխանության կմահաճույքով չեն կարող ինչ-որ մարդիկ նշանակվել այդ պաշտոններում կամ ինչ-որ մարդիկ այդ աշխատանքից զրկվել։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենակ մեռնելու դեպքում ձեզ կներեմ չգալը, հակառակ դեպքում գործից զրկվելու եք։ Ինքը ինչ մեխանիզմով է պատրաստվում այդ 7000 մարդուն աշխատանքից ազատի, եթե իրանք չեն գալիս։ Թե ուղղակի սպառնում է։ Նա Զառը պարզ է, չէ, որ այդ մարդիկ շատ տենց օրենքով իբրև թե պաշտպանված են, բայց իրականում խիստ անպաշտպան են։ Եթե մեր դիտողները մի փոքր լարեն իրանց հիշողությունը, կհիշեն, թե Նիկոլ Փաշինյանը ոնց վարվեց այն մաքսային ծառայողի հետ, որը իբրև թե դրոշը գցել էր գետնին։ Հիշում ես։ Ասեց դիմում կգրես, կազատվես աշխատանքից, չգիտեմ ինչ, չէ, ցենց ինչ-որ բան հիստերիաներ արեց։ Բուսակեր ժամանակաշրջանում էր, էլի, որ հələ ռեպրեսիաները ավելի լուրջ կիրառումներ չէին։ Երբ որ ինքը դեռ Հայաստանի ու Արցախի դրոշը չէր գցել թուրքերի ու ադրբեջանցիների ոտքերի տակ։ 19 թիվ։ 19 թիվ, այո։ Հիմա դու պատկերացնում ես, եթե ինքը այդ ժամանակ Իրանը տենց հիստերիկ պահեց, ինքը հիմա ինչ հիստերիայի մեջ կարան գնի, աշխատանքից ազատվելը դա ամենամեծ պատիժը կարա լինի, չէ՞, այդ մարդկանց համար։ Ուղղակի կարա այդ մարդկանց նստացնի, քրեական գործ հարուցի,
ամեն ինչ։ Ուղղակի 7000 հոգուն նստացնելը հեշտ չի, հա, ենթադրենք այդ 7000-ից 2000-ը իր նշանակած կադրերն են, մնացած 5000-ը sense տենց կենսագրություն ունեցող, աշխատանքային փորձ ունեցող մարդիկ են, էլի, որոնք երկար տարիներ հետապարում։ Ես ավելին ասեմ, ես այնտեղ օրինակ կադրերում, որ իմ համար տենց անձնական ցավ էր, տեսել եմ կուրսեցիներիս, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում տարբեր նախարարություններ ու անկեղծ այդ են մարդիկ են, ովքեր չգիտեմ, էլի հաստատ ընդդիմադիր հայացքներ ունեն ու հաստատ չէին գնում Նիկոլի այդ ամբովանդակ ելույթը լսելու, հա, իրական Հայաստանի մասին։ Իրանք պարտադրված Ես քո հետ երկու հարցում համաձայն չեմ։ Նախ Նիկոլ Փաշինյանի ելույթը անբովանդակ չէր, մենք դրա բովանդակությանը կանրադառնանք, ինչ վերաբերվում է նրան, որ նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ներկային այնտեղ, իհարկե մարդը կարա խոհանոցում տանը ընկերական վստահելի միջավայրում իրան շատ adekvat պահի, բայց երբ որ հարցը վերաբերվում է ընտրությանը, կորցնի իր աշխատանքը թե չկորցնի, ասում են, սենց մի հատ հայերեն խոսք կա, չէ, շարից փորձանքից հեռու։ Նիկոլ Փաշինյանը եւ շարն է եւ փորձանքն է։ Բոլորը դա տեսել են, որ այդ մարդը շար է, բոլորը տեսել են, որ այդ մարդը փորձանք է։ Ասում են, դե հիմի կանչել է, լավ 2 ժամ կամ 3 ժամ թող գլուխներս հարթուկի, անցնի գնա։ Այ այդ շատ լավ է, որ այդ նախադասությունը գլուխներս հարթուկին արեցիր։ Ինչ հաստանում Փաշինյանը այդպիսի հավաքով։ Բացի նրանից, որ տենց նկարեցին, քսեցին այդ Գեբելսյան մթնոլորտը, որ բոլորը տենց մի մարդու պես գնացել ներկայացել են, բացի դրանից, բացի այդ պատրանքից, որ ինքը հաջողություն ունի, ինքը ինչ որ կերպ կարողացավ այդ 2-3 ժամ գլուխ հարթուկելու արդյունքում ինչ որ բան ստանա քաղաքական առումով կամ չգիտեմ ո՞ր։ Այ այդ հանրային աջակցություն կամ չգիտեմ, այսպես դրա պատասխանը տվել է ժամանակին Նապոլեոնը։ Շատ դիպուկ մի հատ իրադարձությամբ, երբ որ նրան ասել են, թե բան կայսրտես բանը հրապարակում հավաքված ամբողջը ոնց է քեզ ողջունում, ասել է, եթե պետք լինի, այդ հրապարակում հավաքված ամբողջը նույն ողջավորությամբ ինձ կարա ուղակի բսկտի կամ չգիտեմ ոչնչացնի։ Կամ մի մահապատիժը ողջունի։ Հա, մի մահապատիժը ողջունի, որը տենց էլ եղավ իրականում, երբ որ իրան բռնում էին, բան հասարակությունը նույն ձևի ողջավորված էր, ասում էին հրեշին բռնեցին, բան։ Ուզում եմ ասեմ, դա այնքան այդ հանրային բանը կառավարելը կամ մարդիկ վախի ազդեցության տակ գնացել են այնտեղ։ Հիմա ես ուզում եմ մենք մի ուրիշ բանի մասին խոսանք։ Ինչի էր մարդկանց հավաքել Նիկոլ Փաշինյանը եւ իբր ինչ էր ուզում նրանց ասեր։ Այդ իր ամբողջ ելույթով ելույթի հիմնական մասը վերաբերվում էր նրան, որ մենք 26 թվին պահելու ենք իշխանությունը, այսինքն ես իշխանությունը պահելու եմ, որովհետև ինքը իշխանությունը պահելու համար իրան պետքա որ այդ մարդկանց ներշնչի, որ շշկռեք տակիցս չփախնեք։ Այո, շշկռեք տակիցս չփախնեք, որովհետև այդ պետական ծառայողները դա իշխանության միակ հենարանն է, փաստացի, այս քանի որ ինքը հանրային աջակցություն չունի, շարքային մարդիկ իրան չեն աջակցում, բայց 7000 ձայնով ինքը չի կարող ընտրվել, էլի։ Ենթադրենք իրանք այնտեղ այդ ամենաանդիմադիր հայացքներ կրող մարդիկ գնացին այդ հավաքին, համոզվեցին, որ Նիկոլը պահելու է իշխանությունը ու հաջորդ ընտրություններին ինչ որ կերպ գնացին Նիկոլին։ Միշտ ոնց է լինում, հարցը ընտրելով չի։ Ինքը մտածում է, որ եթե պետական կառավարման բուրգը, այսպես ասած, այդ ուղղահայացը բան լինի, ամուր լինի, չէ՞։ Այդ մարդիկ ամեն մեկը իր տեղում պետք է նպաստի իշխանության վերարտադրությանը։ Մենք հələ դրան գուցե մի օր անդրադառնանք, գուցե այսօր դրա մասին խոսենք, այդ պետական կառավարման բուրգի մասին, նա ի վերջո մեծ հաշվով աշխարհում ոչ այս 3000 կամ 5000 տարվա մեջ որևէ բան չի փոխվել։ Նույն ֆեոդալական համակարգն է։ Կա, ասենք, թագավոր, որը ամենավերևն է, թագավորից հետո կան, ասենք, ինչ որ բաներ, այդ դուքսեր բաներ, դրանցից հետո իջնում են կոմսերը, բարոնները բաները, հետո տենց բան, չէ՞, ու այդ ուղղահայացը տենց կառուցված է։ Երբ որ հիմա դա վերափոխվել է վարչապետ, հա, նախարար, փոխնախարարներ, չգիտեմ, վարչության պետ է, հա։ Լսի, նույն համակարգը ոչ մի տարբերություն, իշխանությունը
իշխանության հատկանիշներից մեկը դա նրա նկատմամբ եղած վստահությունն է։ Երբ որ այդ վստահությունը կորում է, այսինքն դու մտածում ես, որ էլ թագավորը ուժ չունի իշխանությունը Հիմա դա ծերա, չգիտեմ, վերջը մոտա կամ ունի արտաքին թշնամիներ, որոնք նրան կհեռացնեն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը կանչել էր, ասում էր, գիտեք ինչ կա։ Ինքը խոսում էր պետության հարատևության մասին։ Նայ, պետություն ասելով ինքը նկատի ունի իրականում Հայաստանի պետությունը։ Ինքը նկատի ունի իշխանությունը։ Հիմա կասես ոնց, բայց այն մարդը ասում է պետություն։ Դու ինչ ես ասում իշխանություն, չէ՞։ Երբ որ մի մարդ ասում է կառավարությունը, ես եմ, ինքը բառացի ասել է կառավարությունը ես եմ։ Համաձայն եմ եղել է տես բան։ Եթե կառավարությունը ինքն է, պետությունն էլ այդ պետական ապարատի ծառայողներն են։ Ըստ այդ տրամաբանության, ըստ այդ բուրգի։ Նայ, հիմա ինքը ինչ է ասում։ Ասում է, լսեք, ուզում եք, որ դուք հավերժ իշխանություն ունենաք։ Ու ինքը հարատև բառն է օգտագործում։ Հարատև բառը դա շարունակական նի հոմանիշն է, այսինքն ձեր իշխանությունը չընդհատվի։ Ասում է երկու բան կա։ Ես ձեզ խոստանում եմ, որ եթե մենք միասնական լինենք, ինքը այդ բառը օգտագործեց, ասում է մենք մեր դիրքորոշումները բան բլա պետք է միասնական լինենք, մենք պետք է մի ուղղությամբ շարժվենք, սենց մի ընդհանուր նպատակի ծառայենք, երբ որ այդ ջուրը տակից հանում ես, այդ լոլոները, այսպես ասած, տակը մնում է հետևյալը։ Ասում է, լսեք, դուք ձեզ հիմա լավ եք, չես զգում։ Պաշտոններ ունեք, պարգևավճարներ, հա, հանրային ստատուս ունեք պաշտոնյայի եւ այլն։ Լսեք, ես ձեզ ինչ եմ ասում։ Ես ձեզ հիմա կանչել եմ ստեղ ներկայացնելու մեր ապագայի, իմ ապագայի բանաձևը։ Ոնց եմ ես պատկերացնում Հայաստանը ապագայում։ Եթե կարճ բան անենք, ձևակերպենք այդ իր ասած բանաձևը, կստացվի հետևյալը. ընդունում ենք թուրքական հպատակություն եւ ստանում ենք հարատև պաշտոնավարման իրավունք։ Մի հատ առարկեմ միջև անցնես հաջորդ բլոգին, հա, իր հիմնավորումների։ Այդ քաղ ծառայողը կամ այդ պաշտոնյան, որ նստած էր այդ դահլիճում ու լսում էր այդ ելույթը, ինքը չէր ասում, էս այն տղեն է, որ ԲԴԽ նախագահին, բարձրագույն խորհրդի նախագահին SMS-ով գործից հանեց, որ ՊԵԿ-ի ղեկավարին SMS-ով գործից հանեց, որ բան Արգիշտի Քարամյանին քնչականից SMS-ով գործից հանեց, որ էս այն տղեն է, որ կանգնեց հայտարարեց, որ կառավարությունը ես եմ, եթե ինչ որ մեկը կա, որ ալտերնատիվ կարծիք ունի այս կառավարությունից, թող դիմում գրի գնա։ Իրանք այդ զուգահեռը չեն տանում, որ այս տղու իշխանությունն է մնալու։ Մեր իշխանությունը չի, մենք այս պահին իր իշխանությունը սպասարկում ենք ընդհանրապես, մենք այստեղ իշխանության մաս չենք, էլի, իշխանություն, ասենց ասեմ, իշխանության թուքումուրը ուտում ենք ամբողջ փաթեթով, ծավալով մեզ հասանելիքը, բայց բարիքներից բանա, ոչ մի բանին համարյա բան չունենք, էլի, դոստուպ։ Նայ, դու այդ ամեն ինչը շատ ճիշտ ես ասում, որ մարդիկ տեսնում են, որ ինչ որ մարդիկ դուրս են մղվում իշխանական համակարգից։ Բայց նաև ինքը ցույց է տալի, ասում է, տեսեք, եթե դուք իշխանության մաս եք ձեզ համարում ու հնազանդորեն ծառայում եք իշխանությանը, իմացեք, որ դա ապահովելու է ձեզ երաշխավորված պաշտոնավարում։ Դու օրինակ մի քանի օրինակ բերեցիր, երբ որ ինքը SMS-ով մարդկանց գործից ազատել է, չէ՞։ Ու ես ասեմ, այդ օրինակները էլ կարելի շարունակել։ Ես էլ կարամ, ես էլ կարող եմ բազմաթիվ այլ օրինակներ բերեմ, երբ որ ինքը մարդկանց մի տեղից հանելով մի ուրիշ տեղ պաշտոն է տվել, որովհետև համարել է, որ այդ մարդը այնքան նվիրված է, այնքան ծառայել է իրան։ Այո, այնքան է հնազանդորեն ծառայել իրան, որ օրինակ Ալեն Սիմոնյան եղել է ազգային ժողովի փոխնախագահ, հիմա նախագահ է։ Տիգրան Ավինյան եղել է փոխվարչապետ, հիմա Երևանի քաղաքապետ է։ Մխիթար Հայրապետյան հիմա նախարար է, հա, դրանից առաջ բան ա եղել, կարծեմ չէ, էլի նախարար էր, հա, բանի տեղեկատվական, հա, հիմա ինչ որ բարձր տեխնոլոգիաների նախարար է, Արարատ Միրզոյան,
եղել է ազգային ժողովի նախագահ աշխատանքի Բայց ես էլ կարամ մի հսկայական ցանկել, ես հրապարակեմ Վահան Քերոբյանն անհասկանալի պատճառներով դատվում է ու դատվում է չի բրծնում։ Սասուն Խաչատրյան, այդքան ինչքան Սասուն Խաչատրյանն է ծառայել ու մնացել է ասենց։ Լսի, ուրեմն նայի, իմ ասած օրինակներն ու քո ասած օրինակները իրար հետ ունեն մի շատ կարևոր տարբերություն։ Այդ մարդիկ վարձու աշխատողներ էին, սրանք թիմի անդամներ են։ Նայի, դու երբևէ չէի լսի։ Բայց այդ 7000 մարդը որ նստած էր համալիրում, բացարձակ ԿՊ թիմի անդամ չէ։ Դե հիմի ինքը ասում է, բա իմ ասածը ինչ է։ Նայ, երբ որ Նիկոլ Փաշինյանը թուրքական օրակարգ է առաջ մղում, չէ՞։ Հիմի նայ, Ալեն Սիմոնյանը, չգիտեմ Վահագն Ալեքսանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, մյուսները բարձանում են ու բան են անում, չէ՞, մայկեքը ճղում են ու պաշտպանում են, չէ՞, այդ օրակարգը։ Ինչի համար։ Իրանք ասում են մենք Նիկոլ ջան, քո գաղափարախոսության պրո-թուրքական, ինչ ուզում ալնի, ուզում է պրո-արաբական, վաղը կարող ասի պրո-պակիստանական, չգիտեմ Սաուդյան Արաբիայի բանը դառնանք, հպատակը դառնանք։ Արժեքները տեղ կարևոր է։ Դու ինչ ասում ես, մենք դրա հետ հաշտենք, ոչ միայն հաշտենք, մենք պատրաստ ենք դրա ծառան դառնանք։ Իսկ այդ քո ասած մարդիկ, օրինակ Վահան Քերոբյանը, իրան պահում էր վարձու աշխատողի պես, ասենք ինչ է ասում։ Դե ախպեր ջան, այս նախարարությունում գործ կար, ենթադրենք էկոնոմիկայի Սասուն Խաչատրյանը չես կարա նույն ձև ոչ։ Լավ էլի, ամբողջ աշխարհի վրա գործ հարուցել։ Լսի, նայ, ես քեզ մի հատ օրինակ եմ բերում։ Վահան Քերոբյանին համեմատի Գևորգ Պապոյանի հետ։ Լսի, Գևորգ Պապոյանը ինչ ուզում ալնի, մեկը կտենաս կարող է էկոնոմիկայի նախարարության հետ կապել չունենա, չէ՞։ Ասենք Նիկոլ Փաշինյանը ասի ձմեռա, բայց վաղը ելնելու է 40 պլյուս 40 աստիճան, որովհետև ես եմ այտենց բան արել։ Գևորգ Պապոյանը կհելնի, կասի՝ «Իա, ոնց թե»։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ձմեռով, ասենք հունվարի 5-ին ելնելու է պլյուս 40 աստիճան, ուրեմն անպայման ելնելու է 40 աստիճան։ Եթե նույնիսկ 40 աստիճան չլինի, ես մայկատրուսիկով ելնելու եմ փողոցում վազեմ, որ բոլորը տենան, որ իմ համար պլյուս 40 է։ Վահան օրինակ ես բերում ինքը արդեն այդ բանը ասել է, էլի, ասել է անասնակեր հանդիսացող ծորենը ուտելու եմ։ Դե ասել է ուտելու եմ ուղի եթերում դրանց սարքած հացը, որ դուք տեսնեք հանգստանաք։ Տեսար որ իմ ասած ցուցակն ու քո ասած ցուցակը նայի, ես էլի եմ ասում, դու կարաս ասես վարձու աշխատողը կարա ստորը լինի, Նիկոլի սրիկայությունների հետ համարժեք համակարծիք լինի, պաշտպանի դրանք տարբեր բաներ են, լռությամբ իրականացնելը, լռությամբ ծառայելը ուրիշ բան է, բայց ցույց տալ, որ ինքը այդ արժեքների կրողն է, այդ գաղափարախոսության դոշ տալ։ Հայերեն դոշ տալ, էլի դրա համար։ Դրանք լրիվ տարբեր բաներ են, հասկանում ես, լրիվ տարբեր բաներ։ Okay, համաձայն եմ։ Հիմա դարակազմիկ ելույթ է ունենում 7000 ենթադրվում է որ ամենահիմար մարդիկ չէին այս երկրին դե հավաքված, չի կարելի ասել դա կրթվել է նորաձևե շարժման անդամ մասնակիցներ էին, նրանք պետական պաշտոնյաներ են, որոնք ամբողջ կյանքում լավ են ապրել, ինչ որ կարևոր պաշտոններ են զբաղեցրել, լավ են աշխատել, այս երկրում ինչ որ ազդեցություն ու նշանակություն են ունեցել։ Այս մարդիկ հիմա հավատացին, որ Նիկոլը 26-ին հերիք չի մնալու, հələ մի բան էլ իրանց տենց կրիշա տալու, էլի։ Դե հիմի ինքը ինչ անի, դու իրա փոխարեն որ լինեիր, ինչ պետք է։ Ինքը ասում է։ Ես իրա փոխարեն լինեի, վաղուց ինքնասպանն է եղել, ադուել են տենց հարցեր մի տուր։ Դու որ իրա փոխարեն լինեիր, ինքնասպան չէիր լինի, դու որ իրա փոխարեն լինեիր, կանեիր նույն բաները, ինչ որ ինքն է անում, որովհետև դու կլինեիր Նիկոլ Փաշինյան, չէիր լինի Զառա Մարգարյան։ Սկսենք դրանից։ Նայ ինքը կանչել է, ասում է, լսեք տղերք, հիմա ձեր համար լավ է, չէ։ Դուք պաշտոն ունեք, ամեն ինչ ունեք։ Ես ձեզ երկու բան եմ ասում։ Մեզ պետք է 2026 թվականին կրել ընտրությունները, ես դա կկազմակերպեմ, դուք պետք է որ չփախնեք իմ կողքին, հավատաք, որ մեզ հաջողվելու է ընտրություններում հաղթել, Զորովա, չգիտեմ, Կեղծիքովա, ինչովա, եւ երկրորդը, դրանից հետո մենք պետք է փոխենք սահմանադրությունը։ Ինչի ասում ինքը օրինակ այդ մարդիկին հիմի կարած տրամաբանական հարց է, չէ՞ առաջանում։ Ախպեր, լավ, այս մարդիկ սահմանադրական փոփոխությունների հետ ինչ կապ ունեն։
Ինչի է Նրանից որ կարան քվեարկեն ենթադրվում։ Ահա, բայց ինչի է ինքը սահմանադրական փոփոխությունների հարցը բերում դնում այդ մարդկանց օրակարգ ու անընդհատ խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին, որովհետև սահմանադրական փոփոխությունների իրականացումը անմիջականորեն կապ ունի իր իշխանության մնալ չմնալու հետ ըստ իր պատկերացման։ Նայի, Թումա ըստ իր արտաքին հովանավորների պատկերացման էր։ բոլոր մարդիկ այդ ելույթից հետո շատ բոլոր չասեմ, տարբեր մարդիկ սկսեցին գրել, որ ինքը դրանով մեսիջ էր ուղարկում Ադրբեջանին ու Թուրքիային, Չեմ մոռացել անելու եմ։ չեմ մոռացել անելու եմ, թույլ տվեք ինձ ընտրվեմ, որ ձեզ խոստացածը անեմ, այսինքն հասարակության մոտ կա հստակ ձևակերպված բանաձև, որ սահմանադրական փոփոխություն չասենք, ճիշտ ասենք, սահմանադրության փոփոխությունը դա Հայաստանի հասարակության ներքին պահանջը չի, այսինքն հայ մարդիկ, այն գյուղացին, քաղաքացին, տաքսու վարորդը, Նույնիսկ պետական պաշտոնյան դրա կարիքը չունի։ որևէ մեկը դրա կարիքը չունի, ինչի համար չունի, որովհետև սահմանադրական ճգնաժամ Հայաստանում չի առաջացել։ Երբ է առաջանում սահմանադրության փոփոխության հարց, երբ որ առաջանում է սահմանադրական ճգնաժամ, այսինքն մի իրավիճակ, որը սահմանադրության մեջ նկարագրված չի։ Ես գիտես ինչ հետաքրքիր մտահղացում ունեմ այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Հիմա նայ, եթե ինքը ոչ միայն ասենք այդ ջնջի պատմությունը սահմանադրությունից, անկախության հռչակագիրը հանի, կատարի իր արտաքին հովանավորների բոլոր պահանջները, այլ նաև անի այն սահմանադրական փոփոխությունները, որը խոստանում էր անել 2018-ից առաջ, երբ որ գալիս էր իշխանության, ասում էր սուպեր վարչապետության համակարգը Սերժ Սարգսյանի հագով կարած պիտի փոխվի, ավելի բերի բալանսավորման։ Այսինքն եթե ինքը իր սեփական իշխանության սահմանափակման ինչ որ մեխանիզմներ ներդրի, կարող է իրականում հայ ժողովուրդը գնաս իրով քվեարկի։ Զարա ջան, ստեղ հարցը ուրիշ բանի մասին է, նայ։ Բոլորը հասկանում են, որ իմ միտքը շարունակեմ, բոլորը հասկանում են, որ սահմանադրությունը փոխվում է արտաքին պարտադրանքի արդյունքում։ Այսինքն Թուրքիան ու Ադրբեջանը ասում են, որ պետքա սահմանադրությունը փոխես, որ Ադրբեջանի հիմնավորումը այնա, որ այնտեղ Արցախի անուն կա գրած, թուրքերը ասում են, որ այնտեղ ցեղասպանության ճանաչման հարցն է դրած, բայց հարցը դրա մասին չի։ Հարցը նույնիսկ Արցախից հրաժարվելը չի, ադրբեջանցիները գիտեն, չէ, որ ասենք հիմի սահմանադրության մեջ Արցախից չեն բերելու։ Չէ, ուզում է սահմանադրության մեջ 50 տեղ գրած լինի Արցախ բառը, դրանով Արցախը հետ չես բերի։ Ու եթե սահմանադրության մեջ Արցախը ընդհանրապես չլինի, բայց Հայաստանը ուժեղ լինի, չէ, հաստատ հետ կբերի, ինչի որ 93-94 թվականին Հայաստանը Արցախը հետ բերեց, Հայաստանը սկի սովետական սահմանադրության մեջ էր, երևի։ Այդ սահմանադրությունն էլ արդեն չէր գործում, Հայաստանի Հանրապետությունը սահմանադրություն ունեցել է 95 թվականին, այսինքն սահմանադրությունը Արցախի հետ որևէ կապ չունի, սահմանադրական հանրաքվեն կապ ունի մենակ մի բանի հետ, քանի որ հայ ժողովուրդը գիտի, որ դա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է, դրա ընդունումը նշանակում է մի բան, հասարակության կապիտուլյացիան Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, այսինքն հասարակությունը ինքը իր քվեարկությամբ ընդունում է, որ ինքը Ադրբեջանի ու Թուրքիայի հպատակ հասարակությունն է։ Այսինքն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան հասարակության կողմից որպես սեփական կապիտուլյացիա, սեփական պարտություն չի ընկալվում, այլ ընկալվում է իշխանությունների պարտություն։ Հիմա այդ ուզում է տեղաբաշխի ամբողջ հասարակության վրա, որպեսզի բոլորս ունենան այդ։ Հայ ժողովուրդը սխալ է մտածում, նոյեմբերի 9-ին ստորագրված Պուտինի եւ Ալիևի հետ ստորագրված փաստաթուղթը դա կապիտուլյացիա չէր։ Ինչի կապիտուլյացիա չէր։ Դա կապիտուլյացիան Նիկոլ Փաշինյանը ստորագրել է 2022 թվականին Մակրոնի եւ Շոլցի եւ Շարլ Միշելի միջնորդությամբ։ Ինչի համար։ Շատ պարզ հիմա նայեք Ուկրաինայում քննարկվում է այդ 28 կետանոց բանը, չէ՞։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ չկա շատ էական պահանջներ։ Հայաստանը չի հրաժարվում Արցախից,
Հայաստանը չի պարտավորվում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, Հայաստանի բանակի թվակազմի հետ կապված որևէ սահմանափակում այդ փաստաթղթի մեջ չկա, եւ ամենակարևորը, Հայաստանը չի պարտավորվում լինել չեզոք պետություն, այսինքն մասնակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքների։ Հիմա էլի Ուկրաինային պարտադրված կապիտուլյացիայով ինչ են ասում։ Ասում են բանակը պետք է սահմանափակվի։ Դե լավ 650,000-ով, այդ հսկայական թիվ է։ Կապ չունի։ Մենակ փաստը, որ Այս պահին իրանք պատերազմող պետություն են 650,000 միլիոն ու կեսանոց բանակ ունեն։ Միլիոն ու կեսանոց բանակ է։ 650,000-ը դա ռազմաճակատի ակտիվ հատվածում կրվող բանակն է, բայց խաղ պայմաններում իրենց այդ թիվը պետք չի լինելու։ Անցի առաջ, հետո հաջորդ պունկտը։ ՆԱՏՕ-ին չանդամակցելու պահանջ։ Սենց իրանց չէին վերցնել։ Ոչ, ես քեզ մի բան ասեմ, երբ որ պատերազմը սկսվեց ամենակարևոր պահանջներից մեկը Ռուսաստանի պահանջն էր, որ այո, եւ ես այսօրվա նման հիշում եմ, որ երբ որ Ռուսաստանը այդ պահանջը դրել էր մինչև պատերազմը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ֆոն Ռասմուսենը ինչ հայտարարեց, ասեց որևէ երկրի ՆԱՏՕ-ի անդամակցությունը դա տվյալ երկրի եւ ՆԱՏՕ-ի սուվերեն իրավասությունն է, այսինքն մենք ենք որոշում։ Հիմա պարզվում է, որ սուվերեն որոշումը չի, այսինքն ինչ որ մեկը պարտադրանքով կարա հոդված մտցնի պայմանագրի մեջ եւ երկրորդը Ուկրաինան իր սեփական տարածքներից հրաժարվում է։ Այո, որովհետեւ ամերիկացիները ասում են, որ մենք Ղրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը ճանաչելու ենք։ Դե ֆակտո, ընդ որում այդ դե ֆակտո ճանաչումը ես ընդհանրապես այդ ձևակերպում չեմ հասկանում, ասենք մի բանա դե յուրե ճանաչում է, դա ճանաչում է, բայց դե ֆակտոն ո՞րն է, դե ֆակտո արդեն ընդեղ է, էլի չեք ճանաչում։ Նայ, ընդեղ սկզբունքորեն տարբերություն կա։ Տես, օրինակ, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերը, որոնց մեծ մասը նույնպես գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ, դա ասում են մենք ճանաչելու ենք, որպես շփման գիծ, այսինքն դա համարելու ենք ձերնա, բայց ապա ռազմականացված հատված է լինելու ինչ որ, հա, Չէ, ասում են դա համարելու ենք, որ ձերնա, դուք ուղղակի տեղ վերահսկողություն, բայց նայ ոնց է դե ֆակտոյի բանը ֆակտոյի ու դե յուրեի տարբերությունը։ Հիմա ես էլի չեք ճանաչում։ Ուրիշ բան կա։ Նայ, երբ որ դու ճանաչում ես, ասում ես մենք ճանաչում ենք դե ֆակտո, ասենք օրինակ ամերիկյան որևէ ընկերություն կամ եվրոպական կամ չգիտեմ ճապոնական ընկերություն, երբ որ գնա Դոնեցկում ներդրում անի, ամերիկացիները դրա հետ հաշտ են ելնելու։ Այսինքն չեն ասելու ուրիշ երկրի տարածքում Չեն ասելու դա հանցավոր բան է, միավոր է, չի կարելի այդտեղ որովհետեւ։ Այո, ասելու են դա Ռուսաստանի տարածքն է, մենք դա ճանաչել ենք Ռուսաստանի տարածք, դուք իրավունք ունեք այնտեղ տնտեսական գործունեություն ծավալել։ Չէի մտածել, հա, Բայց օրինակ Խերսոնի ու Զապարոժիեի մարզում այդ իրավական ռեժիմը չի գործելու։ Ասելու են այնտեղ ապօրինի։ Լսի, ոնց որ Արցախում բան օտարերկրյա ներդրողներին չէին թողում, չէ, գնալ այնտեղ ներդրում անել։ Չգիտեմ, օրինակ ինչ որ մի հատ բանկ, օտարերկրյա բանկ, որ գնա այնտեղ մասնաճյուղ բացի Դոնեցկում, չէ, ենթադրենք, ամերիկյան ինչ որ բանկ։ Ամերիկացիները ասել են մենք դա ճանաչել ենք Ռուսաստանի տարածք, դե ֆակտո։ Դուք կարաք այնտեղ գնաք այնտեղ գործունեություն ծավալեք։ Մենք դրա հետ խնդիր չունենք։ Նայ, այս 4 պարամետրերը, հիմա տես շատերին թվում էր, չէ, որ օրինակ այս ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու այդ գործընթացը, դա իբր թե Նիկոլ Փաշինյանի կամ իր շրջապատի այդ արևմտամետների ցանկությունն էր։ Իբր իրանք ասեցին, բայց կյանքը ցույց է տալի, որ դա թուրքական պահանջ է։ Ասում է, եթե դա կապիտուլյացիոն պահանջ է, ասում է, եթե դու մեր առաջ կապիտուլացվում ես, Թուրքիայի ու Ադրբեջանի համակերպվի քո բանի ճակատագրի հետ, այդ մի փորձի որից ես այո, դու իրավունք չունես որևէ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինես։ Ինչի, որ դու հանգարց վաղը մտքովդ չանցնի, գնաս ասենք Ռուսաստանին դիմես, ասես Ռուսաստանին զենք եմ ուզում, օրինակ, զենք եմ ուզում, օգնություն եմ ուզում։ Այո, Ռուսաստանին մեր դեմ բերես։ Սենց ասենք, Ռուսաստանին մեր դեմ բերենք։ Տարածքային պահանջները Լսի, մինչև 22 թվի այդ հոկտեմբերի 7-ի բանը Հայաստանը Ադրբեջանին որևէ բան չէր արել։
տարածքային զիջում չէր արել։ Դրանից հետո սկսվեցին այդ անկլավների խոսակցությունները։ Իրանցի հատվածը տրվեց իբր սահմանազատման անվան տակ, Այո, տարածքա որ կորցնում հիմա են։ էլ ուրիշ տարածքներ։ Ա։ Դրանից հետո էր որ Հիմա էլ Տիգրան Աշենն է տալիս, ասում է Արցվաշենը մեզ են տալի։ Ես առաջարկում եմ մայրաքաղաքը, գոնե պետական կառավարման ապարատի համար մայրաքաղաքը տեղափոխենք Արցվաշեն։ Թող գնա այնտեղ նստի, կառավարության նիստերն այնտեղ անի։ նոյեմբերի 9-ով Արցախից չէր հրաժարվեց։ Հիմա իբր թե մարդիկ ասում են իբր թե այս հունվարի 1-ից կներես մի հատ էս ասեմ եւ 4-րդ կետը մարդկանց Նիկոլ ուզում է համոզի ու որոշ մարդիկ ասում են որ դա բանա չէ որ հունվարի 1-ից մեր բանակը դառնում է 1.5 տարի Զառա ջան դա կապիտուլյացիոն պահանջ է բանակի թվակազմի կրճատում ուղղակի Նիկոլ Փաշինյանը դա ոչ թե անում Թողարկված է անում էլի ոչ ջոկինգ ինչ եղավ 25% հիմա է կրճատում, մի տարի հետո կասի ախպեր, ինչի բան անում։ 2 տարի հետո կասի մեզ բանակ պետք չի, պայմանագրային է, ինչքան կա հերիքա։ Լսի կդարձնի 6 ամիս, հայ ժողովուրդը կասի, հա բա ինչ 6 ամիս է երեխեք կգնան 6 ամիս իրանց համար ման կգան։ Ու դա Նիկոլ Փաշինյանը հասարակության վրա կծախի, որպես իբր թե իրանց համար արեց, էլի դա որ իրանց երեխեքը ընտրակաշարք, փաստացի իրականում ընտրակաշարք։ Այն որ ասում են մայրերը, բաները, չէ։ Ստացվում է իր մայրերը բանն է, Էրդողանն ու բանն են, Ալիևն են։ Որտեւ այդ ինքը դրանց պահանջով է բանակը կրճատում։ Այն որ ասում է ես հայ մայրերը բանման, ես օրինակ չգիտեմ, Էրդողանն ու Ալիևը իրանց հայ մայր համարում են թե չէ։ Կարող է Նիկոլը համարում է, ես չգիտեմ։ Իրականում լսի կապիտուլյացիան պոտենցիալն է։ Կապիտուլյացիան ելնում է բանակի կրճատում, ռազմաքաղաքական որևէ դաշինքին անդամակցելու բան, արգելք բան, տարածքային զիջումներ, եկել բան։ Հա, մեկ էլ նաև պատմության երևի ժխտում Չէ, դա բան, հա, մեկ է սահմանադրության փոփոխություն, սահմանադրության փոփոխությունը ինչի համար են անում։ Լսի, մի պատճառով, որ հասարակությունը ասում է Նիկոլ, դու կարող ես բան անես, կարող մեռնես։ Այսօր կաս, վաղը չկաս։ Լավ, չլնես։ Մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդը ինքը գնա իր ձեռով, քցի ասի ախպեր, մենք հանձնվում ենք։ Բազմաթիվ անգամներ ասել են, որ ուզում են խաղաղության այդ իրանց խաղաղության պայմանագիրը կնքեն ամբողջ հայ ժողովրդի հետ, ոչ թե Նիկոլի իշխանության։ Լսի, Սասունցի Դավիթի մեջ մի հատ սենց կետ կա մեր էպոսի մեջ։ Ասում է Մսրան Մելիքը, որ զորքը ուղարկում է բոլոր սասունցիներին որպես հպատակություն, ասում է պետք է գաք իմ թրի տակով անցնեք։ Ասում է բոլոր սասունցիները անցնում են թրի տակով։ Մենակ Սասունցի Դավիթն է, որ համառնում է ու բան ալնում, չի անցնում թրի տակով։ Մսրամելիքն էլ ասում է ինչ պիտի անի ինձ մի երեխա, թեկուզ իր տեղով թող կրակ դառնա։ Բայց հետո պարզվում է, որ հենց այդ երեխեն է ամբոստանում ու կազմակերպում բանը, Մսրամելիքի պարտությունը։ Ինչի համար, որտեղ թրի տակով չեր անցե։ Հիմի սրանց Նիկոլի ասում է ժողովուրդ ջան, բերեք հայ ժողովրդին Ալիևի ու Էրդողանի թրի տակով անցնենք, ախպեր մենք էլ մեր համար հանգիստ նստենք, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Վատ բան եմ ձեզ ասում։ Եթե դուք սրա հետ համաձայն եք, հավերժ լինենք իշխանության։ Ահա, մենք էլ հավերժ կլինենք իշխանության։ Վատ բան եմ ձեզ առաջարկում։ Առաջարկում եմ հավերժ։ Իրան այդ լսող 7000 պաշտոնյան հավատացին, որ ինքը 26-ին կարողանալու ընտրություններ կրի։ Հավատացին, որ ինքը կարողանալու է համադրության փոփոխություն անցկացնի ու այս երկիրը տեսենք չի պայթելու sense բանի ատոմային ռումբի պես։ Հավատացին, որ Նիկոլի իշխանությունը ռեյտինգը վարկանիշ, չգիտեմ, ամեն ինչը հերիքում է այս ամեն ինչը միջև վերջ հասցնելու ու դրանից հետո իշխանությունը պահելուն, թե ոչ։ Նայ, դժվար է ասել, այդ մարդկանց մի մասը ընդհանրապես անտարբեր է։ Իմի ասում է Նիկոլը ինչ ասում, ասում է այս մի ականջից մտնում է, մյուս ականջից դուրս է գալի։ Որովհետև իրանք պետական ծառայողները իրանց տեսակով իրանք հարմարվող մարդիկ են։ Նայ, ասենք իրանք խիզախ չեն, ըմբոստ չեն, իրանք չգիտեմ հեղափոխական իրանց խառնվածքով, բնավորությամբ հեղափոխականներ չեն, էլի սենց ասեմ։ Հա, բռնկուն չեն, ասենք հիմի ես ինչ ասեմ։ Նայ, իրանք ասում են հիմի խոսում է։
իրանք ապրում են մի օրով, 10 օրով, ասում ախպեր, հələ 26 թվի ընտրությունները 6 ամիս, հələ այդ ընթացքում աշխարհում 1000 բան կփոխվի, հետո հələ չգիտես, ասենք այս Ամերիկան ու բանը Ռուսաստանը իրար հետ ինչ կպայմանավորվեն, Եվրոպայում ինչ կլինի, ով կգա իշխանության, ինչ կլինի, որ իբր հələ Նիկոլի ասելով, Նիկոլին մեկը բերե դրել աստեղ իշխանության, ինքն էլ մեզի է, ասենք, բանանում։ Է վաղը կարող է այդ Նիկոլին դնողները սրան գործից հանեն, խոսքի օրինակ, մի հատ ոնց որ 18 թվին մի հատ գունավոր հեղափոխություն եղավ, մի հատ կարող է գունավոր հեղափոխություն, օրինակ ես քեզ ասեմ, 18 թվի հունվար ամսին ով կմտածեր, որ ասենք մարտ ամսին պետք է բանը լինի, Հայաստանում ամերիկացիներն ու եվրոպացիները գունավոր հեղաշրջում կազմակերպեն։ Ոչ մեկ, չէ, 3 ամսվա բան եմ ասում։ Նույնիսկ մարտի սկզբին ոչ մեկ չէր կարա Այ մարտ ապրիլին սկսել էր այդ շարժումը, իտո չենք վստահենք, որ ձախողվելու է։ Հիմա այդ մարտիկ ապրում են առաջիկա 10 օրով, 20 օրով, մի ամսով, հələ ասում են արա 6 ամիս կա, էսիկ եկել է մեզի լոլոյա կարդում մեր գլխին, սենցը, այս սահմանադրությունը փոխենք, ընտրությունները, էսը, այնը, հələ դու ինչ գիտես էլի։ Իրանք միշտ հարմարվել են, ասում են կլինի նոր իշխանություն, կծառայենք նոր իշխանությանը, կմնա այս իշխանությունը, կծառայենք այս իշխանությանը։ Իրանց համար դա այտենց ֆունդամենտալ սկզբունքային բան չի։ Մի մասը իհարկե հոգով Նիկոլի հետ չի, հասկանում ես, ասենք դեմ է, իրանք Բայ էդ է ուզում հարցնել, ինչ է նշանակում այդ Նիկոլի ուղերձը այդ Փաշինյաններին, եթե իրանք դες ծառայամիտ են գլոբալ իմաստով, հա, այսինքն ինչ աջակցություն է ինքը անգնկալում այդ 7000 հոգուց, որ դու ասում ես կուր եղեք, իմ հետ եղեք, ինչով պետք է դրսևորվի, հա, եթե իրանց մեջ տենց ըմբոստներ չկան ու ըմբոստացողներ այսքան տարվա ընթացքում չեն եղել։ Ինչ հնազանդության մասին է խոսք գնում, ինչ աջակցության մասին է խոսք գնում։ Զարա ջան, ինքը ասում է ես sense ծրագիր ունեմ։ Եթե դուք նոր տերեր չման չգաք, նայ ինքը մեծ հաշվով մտածում է, որ պետական ընտրությունների նախաշեմին կարա պետական կառավարման համակարգը փլուզվի։ Կարա, տեսական։ Օրինակ, հələ բացատրի ես Հիմա օրինակի համար ըլնում է, չէ, որ մեկ էլ տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ իրանք դուրս են գալի ի նշան բողոքի, ի նշան Մեր մոտ եղավ այդ պատերազմից հետո, երբ որ տարբեր համքարություններ, պաշտոնյաներ, չգիտեմ, եկեղեցականներ, զինվորականներ կոչ արեցին հրաժարականի։ Բայց ես անկեղծ չեմ պատկերացնում, որ տենց ինչ-որ դրսևորում կարա լինի։ Նայ, եթե մարդիկ տեսնում են, որ իշխանությունը թույլ է, եւ դիմացը կանգնած ընդդիմությունը շանս ունի իշխանությունը վերցնելու, շատ ժամանակ այդ պետական կառավարման համակարգը այտենց փլվում է։ Ես քեզ ասեմ, եթե դու ուշադիր ես եղել, 18 թվին էլ այտենց մի բան եղավ։ Մեկ էլ հրապարակում հայտնվեցին տարբեր պաշտոնյաներ, իշխանության գյուղապետեր, քաղաքապետեր, հիշում ես, մամուլը սկսեց գրել, որ այսինչ գյուղի, այսինչ գյուղապետերն են ներկա, այսինչ բանի մարզի, այսինչ գյուղապետները, այսինչ քաղաքապետն է միացել։ Ուզում եմ ասեմ, պետական կառավարման համակարգը շատ նուրբ բան է։ Նյութը տեղն է։ Հենց բանը օդը փոխվում է, քամին փոխվում է, իրանք արագի մեջ կողմնորոշում։ Արագի մեջ կողմնորոշում են կամ իրանց ինչ որ մարդիկ կողմնորոշում են։ Հիմա դու ինչ իր ասած են ասում ախպեր, ես կրող եմ, հանգարտ չշշկրվեք, ինձ չգցեք։ Հետո որ մենք միասնական լինենք, ես էլ ձեզ խոստանում եմ, որ ես ձեզ չեմ գցի։ 26 թվին ես կմնամ, դրանից հետո ես ձեզ կպահեմ։ Դուք ինձ օգնեք, որ ես մնամ։ Դա իր պահածը տեսել են էլի Հայաստանում էլ չդատված մարդ է մնացել, իր պահածը այդքան էլ տենց ման չի էլի։ Ճիշտ ես ասում։ Հիմա ես լինեմ այդ պետական պաշտոնյայի փոխարեն, որը նստած էր շաբաթ օրով, իր հանգստյան օրով ստիպված եկել էր հասել էր Համալիր, նստած այդ անկեղծ իմ համար դա անբովանդակ ելույթ է, էլի, անկախ ամեն ինչից։ Մտնեիր լայվով ասեիր, թող քո սիրասուն լսարանը դա լսեր։ Լսում է այդ ամեն ինչը, ներքուստել տեսնում է Նիկոլի հակա ազգային քայլերը, ես կասեի ամեն ինչ անելու եմ, որ դու իհարկե առանց աղմուկի, առանց բացահայտ բանի, պայքարի, բայց անելու եմ, որ դու չընտրվես ախպերս։
Զարա, եթե Ու այդ դե կարաս գլուխ հարթուկ ես ինչքան ուզում ես։ Եթե այդ մարդկանցով լինի, այսինքն եթե իրանց կամքով մնա կամ իրանք շանս ունենան, ես վստահ եմ, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը իրանք նողկանք են զգում Նիկոլի տեսակի նկատմամբ։ Հաստատ այդ մարդիկ հասկանում են, որ Նիկոլը հիստերիկ, ճղճղ, անկայուն Հետո շատ դժվար է համակերպվել իշխանության հետ, որը քեզնից հիմար է։ Իսկ այս ԿՊ-ի բոլոր պաշտոնյաները, բոլոր նախարարները հաստատ զիջում են իրանց տամ, չգիտեմ, վարչության պետերին մակարդակով, հա, իրանց գրագիտության, պրոֆեսիոնալիզացիան եւ այլն։ Այսինքն այդ մարդիկ հո տեսնում են, որ իրան վերադասը իրանից դոդա, բանա, անտեղյակա, գիտելիք չունի։ Այդ մարդիկ ո՞նց են Հա, համակերպվում։ դե իհարկե տեսնում են, ասենք հիմի նույն այդ Գևորգ Պապոյանի օրինակը։ Ասենք Հա, Գևորգ ասենք, Պապոյանը հիմի պատկերացնում ես այդ նախարարությունում ինչքան դաժան իրավիճակ է, բայց մյուս կողմից հեշտ է բանի հետ, դոդի հետ աշխատելը։ Հա, եկե հեշտ է ֆրցնելը, հեշտ է խաբելը։ Բայց նվաստացուցիչ է, որ այդ մարդը քեզ Հիմի հրամաններ պատկերացրա, ես ֆիզիկայի ինստիտուտի բանն եմ, տնօրենն եմ, ֆիզիկայից 0 եմ ու ունեմ գիտնականներ, իմ ենթակայության տակ աշխատող գիտնականներ։ Հիմի սրանք բերում են աչոտներ։ Հա, ես հիմի ոնց պետք է իմանամ, այս աչոտները հաշվետվություններ ճիշտ են թե չէ։ Հիմի ես թերթում եմ, ասում եմ, բան, տամ մի շուտ թվեր, ինչ որ բանաձևեր, ինչ որ բաներ, ասում եմ, ի՞նչ չեն գրի։ Վիզուալ լավ է նայ։ Ասում եմ, լավ է, բայց լավ չեք աշխատում, ոնց որ քիչ եք աշխատում։ Հաջորդ անգամ ասենք հաշվում են, ասում են, արա, այս անգամ 25 թերթ էինք տարել հաշվետվությունը։ Հաջորդ անգամ 40 էջ տանենք։ Տանում են, ասում եմ, նայում եմ պապկին լավ հաստ է։ Որ ասում եմ, լավ էլ աշխատում։ Այ որ ասում եմ, կարակ լավ աշխատեք։ Բայց բովանդակությունը նույնն է։ Չեմ կարա հասկանամ։ Կարող է տարբեր է բովանդակությունը։ Կարող է ոչ ուրիշ բան է մեջը գրած։ Չգիտեմ, երկրաչափությունից է մեջը ինչ որ բան գրած։ Ասում եմ, տեսեք, ամեն բանի երամսյակին ես արդյունքը տենամ։ Անպայման առաջընթացը լինի նախորդի հետ համեմատած։ Ու մարդիկ ապահովում են արդյունք։ Բայց ինչ արդյունք են ապահովում, դու տեղյակ չես։ Հիմի Գևորգ Պապոյանը տնտեսության Հայաստանի տնտեսության նախարար, ախպեր։ Ես քեզ մի բան ասեմ, ես ավելի շատ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն կարող եմ աշխատեմ, որովհետև ինչ որ Նյուտոնի օրենք գիտեմ, 3 բան, չգիտեմ, Էյնշտեյնի մասին եմ լսել, մի երկու քվանտային ֆիզիկա բանսես, բաներ գիտեմ, էլի, այնպես ոչ բովանդակության, բայց ձևի իմաստով գիտեմ։ Ես համաձայն եմ։ Բայց թվում է նվաստացուցիչ է տենց ղեկավար ունենալ, անկախ ամեն ինչից։ Հիմի դու ասում ես հիմար է իմ ղեկավարը, ես դրանից կայֆ չեմ ստանա, էլի, հակառակը կնեղվեմ։ Դե կա, բան չասեցի։ Ես կուզեմ այս ուրախ նոտայի վրա ամփոփենք ընդհանուր հաղորդումը, բայց ուզում եմ մի հատ կարճ կանխատեսում անես, հա, պետական ապարատը իրան ինչպես կպահի 26 թվականի ընտրություններին ընդառաջ, ընթացքում եւ հետո։ Շատ իներտ, որովհետեւ միշտ պետական ապարատի բանը կողմնորոշիչ է, որ նա մենք շարից փորձանքից պետքա հեռու մնանք։ Մենք պետքա ասենք տնանք ինչ ալնում։ Հա, մենք պետքա խոսքով աջակցենք իշխանությանը, ցույց տանք, որ այո, մենք շատ հաշտ ենք այս ամեն ինչի հետ, մենք լիովին աջակցում ենք այդ բանին Նիկոլ Փաշինյանի թրքահապատակացման քաղաքականությանը, եթե վաղը թուրքերն են ելնելու մեր պաշտոնի կամ բանի իշխանության երաշխավորը, ինչ է, նորմալ է, մեր համար ինչ տարբերություն, ասենք թուրքերը կլնեն, թե ենթադրենք ռուսները կլնեն, թե ամերիկացիները կլնեն, բայց մեծամասնության համար իհարկե այս իրավիճակը նողկալի է։ Հա, նողկալի է։ Ու նենց չի, էլի եմ ասում, Զարա, մի բան, դու էլ ճիշտ ասեցիր, եւ իրականում էլ է տենց կա։ Պետական կառավարման համակարգը ինքը ավելի շատ կայունացնող գործոն է, էլի ինքը նենց չի, որ ինքը պետք է Նիկոլին իշխանությունից հեռացնի կամ ինքը պետք է Նիկոլին իշխանությանը պահի։ Ինքը ուղղակի ինչ որ իրավիճակում Ջոկերն է, ինչ որ քարտի վրա կարա պլյուսը։ Այո, երբ որ ինքը սկսի փլուզվել, երբ որ ինքը
հա իշխանությունը դրանով բան է ալնում։ Այսինքն այդ բուրգը, նայ, էլի չէ, այդ ֆեոդալական բուրգը ասացինք, այդ թակավորը եւ երբ որ ճունի նախարարների, չգիտեմ, մյուսների աջակցությունը, ինքը ուղղակի այդ երբ որ այդ մարդիկ ասում են, մենք էլ քեզ թակավոր չենք ճանաչում։ Էլ ինքը թակավոր չի, հասկանում ես, չէ, ինչն է բանը։ Իշխանությունը երկու բանի վրա է հիմնված՝ ուժ եւ բան, վստահություն։ Հավատ, էլի հավատ, վստահություն։ Այդ երկուսը հենց չի աշխատում, մարդը չկա, էլ իշխանության չի։ Նիկոլ Փաշինյանը ինչ է իշխանություն, որտեվ ունի ուժ գործադրելու հնարավորություն եւ մեկ էլ մարդիկ հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Իշխանությունն է։ Հենց այս երկուսը վերանում է, դառնում է սովորական այդ շարքային մարդ, էլի, շարքային։ Բռնապետական հասարակակարգերում մի քիչ ուրիշ է, էլի, հեղաշրջումը սկսում է շատ ավելի վաղ, քան փաստացի այն տեղի ունենում։ Այսինքն, երբ որ մարդիկ իր թիմը, իր այդ քո ասած նախարարները հասկանում են, որ այս մեր շեֆը արդեն այն չի, ուժը չի պատում, ոնց որ թե այնտեղ մի հատ ուրիշը կա, որ ավելի ուժեղ տղա է, այս գալու ասրան ուտի, իրենք են առաջին հերթին այդ գահից բրթում ինքն գնում է, էլի։ Ես ուզում եմ հասկանամ, այս պետական ապարատը նախ կարա այդ բրթողի ֆունկցիան ունենա, թե չէ, եւ երկրորդ ունի այդ պատրանքը, որ Նիկոլը հələ ուժեղ է, թե արդեն չունի։ Պետական կառավարման համակարգը ունի այդ զգացողությունը, որ Նիկոլը թույլ է, բայց քանի որ իրանց մեջ չկա այտենց կերպար, որը ինքը կարանար հեղաշրջում կազմակերպեր, իրանք Նիկոլի վախը դրա համար իշխանության ներսից չի, ինքը մտածում է, որ այդ հեղաշրջումը կամ իշխանության փոփոխության հայտը ելնելու է դրսից։ Այդքան մի բան։ Ինքը այդ որ դու ասում ես ներսից ինչ, օրինակ այդ նույնը որ ասում ես բան ալնում, չէ, բռնապետական։ Ասենք արի մի քիչ ավելի օրինակների վրա էլ, ասենք ենթադրենք իրանց թվա, որ Սամվել Կարապետյանը բոլոր շանսերն ունի իր ուժով իշխանություն վերցնելու, իրանք sense բաները պապկեքը վերցնեն, գնան Սամվել Կարապետյանի ուժին, առաջադրվեն որպես, հա, աջակիցներ, ասեն, մենք պատրաստ ենք գանք ձեր վրա աշխատենք, մենակ դուք այս Նիկոլին արանքից հանեք։ Կարա տենց հեռանալ։ Կարա իհարկե, կարա։ Ու դա որ մակարդակում կարա լինի, էլի, ասենք նախարարների վրա ես ունենակ հույս չէի դնի, բայց փոխնախարարներից արդեն կարելի է։ Նայ, տես ինչից է դա կախված։ Նա կախված է նրանից, հիմա Սամվել Կարապետյանը մարդ է, մի հատ սովորական շարքային մարդ է, մեծ հաշվով։ Չէ, այս պահին մարդկանց համար ինքը սովորական մարդ է, որը ճիշտ է, ունի հանրային աջակցություն, հեղինակություն, բայց իրավիճակը կարա շատ օրինակ կտրուկ փոխվի, ենթադրենք։ Երբ որ ընտրություններից առաջ ինչ որ երկրի ղեկավար ինչ որ հայտարարություն անի։ Ասենք ի պաշտպանություն Սամվել Կարապետյանը, ենթադրենք։ Ես շատ այտենց բան եմ ասում, էլի, հասկանում ես։ Լավ տարբերակ չես ասում, էլի, նայես չի որ այդ ամենանախընտրելի տարբերակն է։ Ավելի հետաքրքիր կլինի, եթե այդ հարստության այդ ունեցվածքի տեր մարդը, ասենք, նենց քաղաքական ծրագիր, նենց արդեն ծրագրեր բան խոտ տա, որ լսի, ծրագրերով կարող է ժողովրդին համոզես։ Ասենք որ ասի 6 միլիարդ եմ բերում դնեմ այս երկիր։ Լսի, այտենց դեպքեր էլ եղել է ավելի մեծ գումարների մասին են մարդիկ խոսել ու դա այտենց էական, լսի, հասարակության համար, սովորական մարդկանց համար այդ քո ասած ծրագիրը կամ ինչ-որ խոստումները, բանը կարող է ազդեցիկ են, բայց պետական կառավարման համակարգում եղած մարդիկ մի քիչ ուրիշ ձև են նայում այդ ամեն ինչին։ Իրանք նայում են, ասում են, այս մարդը եթե դրսից աջակցություն ունի, ուրեմն էսի կարա կրի։ Հասկանում ես։ Լսի, Նիկոլը օրինակ Նիկոլը ինչով կրեց, որովհետև մարդիկ ասում են Նիկոլը արևմուտքի աջակցություն ունի։ Այնքան էլ արևմուտք չի պարզվեց իրականում։ Ինչի՞ բայց։ Ընդհանրապես Ադրբեջանն ու Թուրքիա է, էլի դրա ի՞նչն է արևմուտք։ Արևմուտք ասելով մենք մի քիչ ուրիշ երկրպետություններ ենք հասկանում։ Զարա, նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ բացահայտ է։ Չէ, ես 21-ի ընտրություններն էի ասում։ Չէ, ես 18-ի մասին եմ ասում, 18-ի մասին, 21 թվին էլ է արևմուտքը։ Լսի, արևմուտքին ու Թուրքիային չպետք է իրարից տարանջատել։ Թուրքիան դա արևմտյան երկիր է, դա ՆԱՏՕ-ի անդամ է, դա Ամերիկայի եւ Եվրոպայի ամենամերձավորագույն դաշնակիցն է։ Ու այն մարդիկ, ովքեր Թուրքիային կպցնում են ռուսների հետ,
Չեն կապցնում ռուսների հետ, բայց ես քեզ կառարկեի, էլի, որտեվ արևմուտքին գլոբալ ոչ Մակրոնը, ոչ Թրամփը չի նստում մտածի, վաղը Հայաստանում ում դնենք իշխանություն, որ հետ հաճելի լինի աշխատել։ Իրենց մեկը ով էլ էլի, մեկը իրենց հետ աշխատելու է, բան չի անելու։ Չէ, բայց իրանք Չի ուրիշ մերժելու։ այ դու շատ ճիշտ ասացի, բայց իրանք ուրիշ բան են ասում։ Էրդողանն ու Ալիևը մտածում են, ասում են, ոնց անենք, որ Ոչ, Նիկոլը ոչ, մի քիչ դու երկար մի քիչ- մնա, այս հարցը լուծենք։ Էրդողանին ու Ալիևին արևմուտքում նույն Մակրոնն ու բանը Թրամփը հարցնում են։ Իսկ Ում կուզեիք։ ում կուզեիք, որ Հայաստանում լիներ, քանի որ Այս դուք մեր պահին մենակ Էրդողանն ու Ալիևն են Նիկոլին ընտրում։ հա, հասկանում Ոչ ես։ Մակրոնը, ոչ Թրամփը, ոչ Պուտինը, ոչ մեկ չի ընտրում գլոբալ։ Երբ որ Ալիևի սրտի լսի, երբ որ հայ ժողովրդին խափում են, ասում են, որ բանը օրինակ Մակրոնը հայ ժողովրդի բարեկամն է, ասենք պրիմիտիվ, ասենք երեխուն ոնց են, ասենք խափում։ Այտենց նույն ձևի երեխեքին են խափում։ Մի հատ բարձ օրինակ բերեմ ու երևի դրանով ավարտենք։ Երբ որ դու ուզում ես, որ մեկին բան ընկալես, չէ, բարեկամ ընկալես, չէ, այնպես մանկական քո պատկերացումների մեջ բանման, այդ մարդուն ներկայացնում են քո թշնամու բան, հակառակորդ։ Իմ թշնամին իմ ընկերն է։ Հայ ժողովուրդը այդ այնց պրիմիտիվ բաներով, էմոցիաներով կառավարվում է։ Այսինքն ցույց են տալի իբր Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերությունները լարվել են, կամ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերությունները լարվել են, չէ՞։ Մեկ էլ հայ ասում են, հələ դու տեսելի բան, այ այդտեղ են էսի։ Մեր խաթր անում։ Ինչ անում է Մակրոնը Մեր խաթր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճշնամացել է։ Հələ դու տեսե մեր խաթր։ Կարքին տղա է։ Ահա։ Այս մանկական բանով։ Ինչ ասենք, բայց դե հասարակությունը կամած գալիս է հասունացման, եւ դա շատ լավ է։ Եթե ուզում ես, որ լավ ավարտենք հաղորդումը։ Ուզում եմ, որ լավ ավարտենք։ Պիտի խնդրեմ ներքևի հատվածում այս մեկնաբանություններ գրել, կարող եք առարկել օրինակ ավետիսի տեսակետին, օրինակ ես այսօր լիքը բան կար, որ համաձայն չէի իր հետ։ Կարող եք հարցեր գրել, կարող եք թեմաներ գրել, որոնց շուրջ կուզեիք լսեիք ավետիսի ու իմ լավ միասին զրույցը։ Ես ձեզ կսպասեմ հաջորդ երկուշաբթի, շնորհակալություն, հաջողություն։ Ոչ միայն Զարան, մենք միասին կսպասենք։ Այո։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորատիվ կազմակերպվածի։ Ոչ մի տիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։